Բարեկամներ, ողջունում եմ ձեզ Եվրամեդիա 24-ը շարունակում է իր աշխատանքները Status Quo հաղորդաշարի շրջանակում։ Ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօրվա իմ զրուցակիցը Հայաստան Հանրապետության վարչապետի նախկին խորհրդական ավիացիայի հարցերով, ինչպես նաև ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ Հակոբ Ճաղարյանն է։ Պարոն Ճաղարյան, ողջունում եմ ձեզ, առաջին անգամ եք մեզ մոտ։ Բարև ձեզ։ Հուսով եմ, որ առաջին, բայց ոչ վերջին անգամ ենք մենք ձեզ հետ հանդիպում եւ կարևոր հարցերի շուրջ ձեզ հետ զրուցելու։ Դուք պաշտոնից դուրս եկաք 20 թվականի ապրիլին։ Այո։ Որից հետո շատ ջրեր են հոսել։ Ուզում եմ հասկանալ դրանից հետո Հայաստանի քաղաքացիական ավիացիան ինչպիսի վիճակում է, մի կողմ թողնելով լրագրողական կամ այսպես ասած ոչ այդքան տարբեր մեկնաբանությունները կամ սպեկուլյացիաները, իրականում ինչի հետ գործ ունենք, դեպի դրական զարգ դինամիկա ունենք, թե դեպի բացասական դինամիկա ունենք։ Ես քաղաքացիական ավիացիային Հայաստանի մասնավորապես Հայաստանի Հանրապետության հարցում ունեմ մի գլոբալ մոտեցում, նա ինչ օգուտ պիտի տա պետությանը, ինչքան է նրա տրված օգուտի պոտենցիալը եւ այդ պոտենցիալից ինչքանն է օգտագործվում։ Ըստ տիրող իրավիճակի, ըստ նրա ինչ կատարվում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուկայում, օգտագործում է ամբողջ պոտենցիալի մի շատ փոքր մասը, ես կասեի 2-3-5% եւ ոչ ավել, որովհետեւ քաղաքացիական ավիացիան, ժամանակակից քաղաքացիական ավիացիան իրենից ներկայացնում է մի ամբողջ էկոհամակարգ, որը կարող է երկրների համար զգալի, երկրների տնտեսական ոլորտի զարգացման համար զգալի ազդեցություն լոկոմոտիվ դեր կարող է կատարել ըստ էության։ Այո, շատ կարևոր դեր կարող է կատարել, ինչպես տնտեսական խնդիրներում, տնտեսական ոլորտում, այնպես նաև միջազգային հանրության ինտեգրման հարցում, այնպես նաև անվտանգության ոլորտում եւ բազմաթիվ այլ խնդիրներ կարող է կատարել։ Օրինակները շատ են, ես կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։ Դուք պատերազմից առաջ եք պաշտոնաթող եղել։ Պատերազմը արդյոք ցույց տվեց, որ ձեր մոտեցումները ճիշտ են եւ Հայաստանին պետք է ազգային փոխադրող, ինչը մինչեւ օրս մենք չունենք։ Եկեք սենց, նախ ես երբեք համաձայն չեմ եղել ազգային փոխադրող ասած գաղափարին, որովհետև ազգային փոխադրող ոչ թե ստեղծվում է պետության կողմից, այլ համաձայն միջազգային կարգավորումների ազգային փոխադրողը դա ցանկացած պետության միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը որ ստեղծվել է երկրի օրենքներով, շահագործվում է այդ երկրում, կապի միջոց է հանդիսանում աշխարհի տարբեր երկրների հետ եւ հանդիսանում է շուկայի կարգավորման ազգային գործիք։ Ազգային փոխադրող չեն դառնում, ինչպես ասենք Առնայի դեպքում անունը դրեցին ազգային փոխադրող, ստեղծեցին մի low-cost ընկերություն 2 օտանավով, սկզբից մեկով, հետո 2, որը որ մի տարի աշխատելուց հետո սնանկացավ անհայտ պատճառներով։ Եթե ժամանակ գնի, կարող ենք դրան էլ անդրադառնանք։ Ազգային փոխադրողը դա ավելի շատ կոչում է աշխատանքի արդյունքում հասած աստիճան, ազդեցության ոլորտի գնահատական եւ ոչ անվանում։ Այո, պետությունները պետք է ունենան ազգային փոխադրողներ։ Մի շարք պետություններ ունեն ոչ մեկ ազգային փոխադրող, ինչպես ասենք Էմիրատները ունի 2 ազգային փոխադրող եւ 2 ուժեղ ավիաընկերություն, տեղական փոխադրող։ Մեկը Emirates-ն է, մեկը Etihad-ը։ Սինգապուրում կա մի ամբողջ ընկերություն Singapore Airlines-ը, որ իր մեջ համադրել է մի շարք ավիաընկերությունների 4 ավիաընկերության խումբ է հանդիսանում, բայց կա այլ փոխադրող։ Իռլանդիան ունի 2 ազգային փոխադրող, հզոր փոխադրող Aer Lingus-ը, որը որ միշտ եղել է, եւ Ryanair-ը, որը որ փորձեց Հայաստանի շուկա մտնի։ Այսինքն, եկեք անվանենք դա ոչ թե ազգային ավիափոխադրող, այլ տեղական ավիափոխադրողներ, կամ տեղական ավիափոխադրողների միություն եւ նրանց ազդեցությունը ծավալը տեղական ավիափոխադրումների շուկայում որպես շուկայի կարգավորման հնարավորություն եւ գործիք։ Պարոն Ճաղարյան, ես որքանով տեղյակ եմ, դուք ձեր պաշտոնավարման ընթացքում փորձել եք շատ ինտենսիվ համագործակցել Boeing-ի եւ Airbus-ի հետ, Airbus-ի հետ, որպեսզի կարողանաք ներկրել այդ ինքնաթիռները բավական մեծ, այսինքն Հայաստանի համար մեծ քանակությամբ ստեղծելու համար այդ պարկը, ճիշտ եմ եթե ասում, այսինքն ինքնաթիռների կազմը, որը հնարավորություն կտար Հայաստանին ունենալ
անկախ մնացածից իր համար փոխադրող կոչենք տեղական կամ ազգային, ինչու դա ցախողեց ըստ էության, ինչն է պատճառը։ Եկեք երևի ես ոչ թե անմիջապես պատասխանից սկսեմ, այլ փորձեմ բացատրեմ ինչ նկատառումներով ես գնացի կառավարություն, ինչ էր իմ նպատակը եւ ինչու դուրս եկա կառավարությունից։ Ուրեմն, եթե հիշում եք, խոսակցության սկզբում ես անդրադարձա տնտեսական, քաղաքական, անվտանգային ազդեցություններին։ Տեսեք, փոքրիկ Իռլանդիան 5 միլիոն, մոտ 5 միլիոն բնակչությունով ունի մեծ ավիացիոն էկոհամակարգ։ Ավիացիոն էկոհամակարգի ազդեցությունը երկրի տնտեսությանը ներդրված կա այսպիսի հասկացողություն ավելացրած արժեքի գործակից կամ gross value add Իռլանդիայում կազմում է մոտ 9.5 միլիարդ եվրո տարեկան, դա վերջին տվյալները, պաշտոնական տվյալներն են, որոնք որ ներկայացվել են 2022-2023 թվերին։ Ընդ որում, ավիացիայի ոլորտը դա միայն զուտ առաջնահերթ ավիացիայի ոլորտում աշխատողների աշխատանքներից ստացած եկամուտներն ու գումարները չեն, դա նաև հարակից ոլորտներն են, որոնք որ սպասարկում են ավիացիան, օրինակ այդ 9.3 միլիարդից 4.5 միլիարդից ուղիղ կեսն է ուղիղ ավիացիան ոլորտի բերած գումարները, մնացած կեսը դրանց սպասարկող ծառայություններին են, դա օդանավակայան, սնունդ, վառելիք եւ այլն եւ այլն։ Բացի դրանից շահում են արտաքին խաղացողները, շուկայի մասնակիցները։ Այսպես, եթե օրինակ Իռլանդիայում զուտ ավիացիոն ոլորտում եւ ընդհանրապես ոչ միայն Իռլանդիայում, ամբողջ աշխարհում ավիացիոն ոլորտում ներգրաված են ընդամենը 50,000 աշխատատեղ, ապա հարակից ոլորտներում ներգրաված են կրկնակի ավել։ Պարոն, բայց եկեք հասկանանք ինչու Հայաստանում ձախողեց Boeing-ի եւ Airbus-ի հետ համագործակցությունը։ Ես չեմ կարող հստակ պատասխան տալ, բայց եթե կուզեք անդրադառնամ Boeing-ին, ես կարող եմ ասել։ Boeing-ի հետ երկար ամիսներ բանակցելուց հետո կարելի է ցույց տամ։ Այո։ Boeing-ի հետ երկար ամիսներ բանակցելուց հետո մենք եկանք հայկական շուկայի հետազոտությունների համատեղ արդյունքի, խնդրեմ այստեղ գրած է համատեղ շուկայի Հայաստանի շուկայի Armenian Market Network Analysis Summary։ Այո։ Եւ համաձայն կատարված հետազոտությունների Հայաստանը կարիք ուներ, ինչպես տեսնում եք, Boeing-ի եւ իմ համատեղ աշխատանքի արդյունքը 11-ից 14 նոր օդանավի։ Խոսքը վերաբերվում է 730 Boeing 737 MAX 8-9 տիպի մեծ օդանավերի մինչև 200-210 նստատեղ տեղավորմամբ։ Եվ նրանք պատրաստ էին 2020 թվականից սկսել օդանավերի առաքումը։ Բանակցություններին մասնակցել էին Boeing-ի փոխնախագահ Մյուլենբեկը, եկել էր մարքեթինգի ղեկավար Ալին Վալին եւ եկել էր Boeing Capital-ի ղեկավարը, որը այն ընկերությունն է, որը ֆինանսավորում է այդ ամբողջ գործարքը միայն պետության հովանավորչության տակ եւ պատրաստ է ֆինանսավորի ամբողջ գործարքը նորից 12 տարվա կտրվածքով։ Boeing-ի հետ հարաբերություններից հետո անմիջապես ի հայտ եկավ Airbus-ը։ Airbus-ի հետ նույնպես ես բանակցություններ վարեցի, Airbus-ը ինձ ընդունեց, ահա հանդիպան արձանագրությունը, որտեղ 3 փոխնախագահ եւ ֆինանսների տնօրենն են մասնակցել, ինչի արդյունքում իմ ներկայացրած ուղևորափոխադրումների ծրագիրը, այս ծրագիրը ներկայացնելուց հետո Boeing-ը մեզ առաջարկեց, Airbus-ը մեզ առաջարկեց 8 նոր գործառույթային Airbus 220 օդանավի պայմանագիր, ահա այս պայմանագիրը։ Պայմանագիրը ես փոխանցել եմ անժամանակվա իմ ղեկավարին, որը հետո փոխանցել է տարածքային կառավարման նախարարությանը։ Ինչի չօգտագործվեց այս շանսը, ես չգիտեմ, բայց եթե մենք այն ժամանակ 2020 թվականի սկզբին ձևավորեինք ազգային ավիափոխադրողների պարկը, նույնիսկ կարող էր այլ տեսակով կտրվածքով դա լինել, ոչ թե ստեղծել ավիաընկերություն պետության կողմից, այլ պետությունը լիներ գարանտը, ինչպես Չինաստանի տարբերակում, նրանք վերցնում են օդանավերը եւ տեղական ավիաընկերություններին տալիս են ըստ նրանց վաստակի որոշակի քանակությամբ օդանավեր մենք կարող էինք ունենալ։ Իրականում կատարվեց հակառակը։
Իրականում կատարվեց այն, որ Հայաստանի կառավարությունը որոշեց ֆինանսավորել ոչ թե տեղական ավիաընկերություններին, ոչ թե տեղական շուկայով, այլ ֆինանսավորել արտասահմանյան ընկերությանը, որը որ հասկանալի է։ Ավիացիոն շուկայի ծառայությունները, եթե դու մատուցում ես արտագնաց ծառայություններ, դու ստանում ես դրամի ներհոսք, ոչ թե արտահոսք։ Բացի նրանից, որ Հայաստանի կառավարությունը գնաց ոչ թե սեփական ավիաընկերությունները ստեղծելու, Հայաստանի կառավարությունը գնաց նաև ի վնաս սեփական փոխադրողների, որոնք քիչ թե շատ նույնիսկ գտնվելով սև ցուցակի պայմաններում աշխատում են ինչ որ ձևի արտահոսք անեն, ինչ որ ձևի դրսից գումար բերեն, ինչ որ ձևի ընդարձակվեն, հա? Հայաստանի կառավարությունը գնաց ոչ թե պետական բյուջե գումարների ներհոսքը ավելացնելու, այլ նախ պատվիրելու արտասահմանյան ընկերություններին թռիչքները, որոնք որ տրամաբանորեն արդեն իսկ գումարի արտահոսք են, դրանից բացի նաև սուբսիդավորելու, որը որ ավելացնում է այդ արտահոսքը։ Միաժամանակ դա խթանում է տեղական ավիափոխադրողների աշխատանքը եւ զարգացումը։ Պարոն Ճաղարյան, կարող ենք արդյոք ասել, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիան ըստ էության ցախողեց իր առաքելությունը, որովհետև որքան հասկանում եմ, քաղաքավիացիան պիտի, ինչպես նաև դուք եք նշում, ծառայեր Հայաստանի պետական շահերին, այսինքն բխեր դրանից եւ տնտեսական որպես trigger լիներ եւ կարողանար հնարավորություն տալ դուրս գալու միջազգային ասպարեզ եւ կախվածությունները թույլատնելու այլ փոխադրողներից ի վերջո որևէ դրանցից մեկը տեղի չունեցավ, բայց դրան զուգահեռ մենք միշտ տեսնում ենք, որ քաղաքավիացիայի ղեկավարությունը եւ այլ պաշտոնյաներ միաբերան ասում են, որ ամեն ինչ ֆանտաստիկ է, այդ սև ցուցակ ընկնելն էլ դա պատահականության արդյունք է, մինչեւ օրս իմչալոց սև ցուցակի մեջ է։ Ինչն է պատճառը այդ ձախողման։ Տեսեք, ընդհանրապես սև ցուցակում հայտնվում են եւ ավիաընկերությունները եւ պետությունները։ Եթե պետությունը կատարում է միջազգային պետության ավիացիոն իշխանությունները կատարում են միջազգային պահանջները, միջազգային պարտականությունները, պետությունը չի ընկնում սև ցուցակ, այլ կարող է այդ պետության ընկերություններից մեկը ինչ որ ձևի խախտի եւ հայտնվի սև ցուցակում, այսինքն զրկվի դեպի Եվրոպա թռիչքների թույլտվությունից։ Մեր դեպքում դա տեղի ունեցել ավիացիոն իշխանությունների կողմից թույլտված բազմաթիվ բացթողումների թվով 42 նկատողություն, որի դեպքում չէր կարող սև ցուցակում չհայտնվել։ Ընդ որում երկու հայկական ավիաընկերություն ունեցել են դեպի Եվրոպա թռիչքներ կատարելու հնարավորություն, նրանք անցել են այսպես կոչված third country operation, երրորդ երկրի օպերատորների շահագործողների ստուգում եւ նրանց առաջարկվեց արտահերթ ստուգում անցնել եւ նրանք կարող են անկախ պետական ավիացիայի կարգավիճակից, ավիացիոն իշխանությունների կարգավիճակից նրանք կարող են թռիչքներ կատարել դեպի Եվրոպա, բայց նրանք չարեցին այդ բանը, որովհետեւ կոവിഡ്ներ եւ դրա կարիքը երևի այդ պահին չկար։ Հիմա պետությունը նախ մենք ասեմ, որ մենք շանս ունենք չընկնելու այդ սև ցուցակ, որովհետև ես այն ժամանակ դեռևս իմ ղեկավարին առաջարկեցի, նույնիսկ իմ հրաժարականի դիմումին ես կցեցի անելիքների գործողությունների հերթականությունը, դա պետք էր ուղղակի Եվրոմիության ավիացիոն անվտանգության գործակալության ստուգումները տեղափոխել քաղաքական մակարդակ եւ դիմել Եվրոպարլամենտ, մենք նոր երկիր ենք, նոր հեղափոխություն կատարած, խնդրում ենք հետաձգեք մայիսին կայանալիք որոշումը, անցկացրեք սեպտեմբեր-հոկտեմբերին, մինչև պատրաստվել եւ դուրս գալ եւ չընկնել սև ցուցակ։ Դա չարվեց։ Դա հենց այն պատճառն էր, ինչի համար ես հեռացա։ Ես եկել էի այս ամբողջ գումարները Հայաստանի համար ստեղծելու, որովհետեւ դա քաղաքացիական ավիացիան բացի պետական բյուջեն գումար լցնելուց, դա նաեւ անվտանգության հարց է։ Դա նաեւ քաղաքական ազդեցության հարց է։ Մի հատ օրինակ բերեմ, էլի փոքրիկ Սինգապուրը, ընդամենը 773 քառակուսի կիլոմետր տարածքով, Հայաստանից 40 անգամ փոքր։ Ունի շահագործման իր ավիաընկերությունների կողմից շահագործող 300-ից ավել մեծ օդանավ, մեծ միջ մայրցամաքային թռիչքներ կատարող օդանավ, որոնցից 250-ը եւ ավել գրանցված են Սինգապուրում եւ մոտ 50-ը գտնվում են իռլանդական, Կատարը, բրիտանական Վիրջինիան կղզիների, այո, այդպեսի
ես ուզում եմ բերեմ այնպիսի պետությունների օրինակ, որոնք որ նման են իրենց բնակչությամբ Հայաստանին, նման են իրենց տարածաշրջանային շրջափակման Հայաստանին։ Իռլանդիան կղզի է 5 միլիոն բնակչությամբ։ Իսրայելի մասին առանձին կարտահայտվեմ։ Սինգապուրը ունի ընդամենը 3.5 միլիոն, 3.6 միլիոն տեղական բնակչություն, մշտական բնակիչներով հանդերձ մոտ 5 միլիոն։ Դուք պատկերացնում եք 300 օդանավ, նրանք բոլորը միանգամից չեն տեղավորվի Սինգապուրի օդանավակայանում։ Դա հանդիսանում է հաբ։ Իմ ծրագիրն էր այդ ամբողջ գումարները լցնել Հայաստանի պետական բյուջե։ Իմ ծրագիրն էր աշխատել երկրի օգտին, զարգացնել, սկիզբ դնել տեղական ավիափոխադրողներին, հաբ դարձնել Երևանի եւ Գյումրի օդանավակայանները, իսկ հիմնականում աշխարհի բոլոր ավիաընկերությունները զարգացող երկրներում զարգացող ավիաընկերությունները ոչ թե աշխատում են կետից կետ թռիչքների վրա գումար վաստակելով, այլ աշխատում են հաբ դարձնելով, կապող օղակ դարձնելով մեծ թռիչքների, որը Եվրոպա, Սինգապուրի, Չինաստանի ոչ թե երկու անգամ ավել աշխատատեղեր է տալի հարակից ոլորտներում, այլ տալիս է 3.5 անգամ ավել, օրինակ Սինգապուրում մոտ 35,000 մարդ է աշխատում զուտ ավիացիոն ոլորտում եւ 130,000 մարդ աշխատում է ընդհանրապես հարակից ոլորտներում, որտեղ Սինգապուրը իր փոքր կարգավիճակով դարձել է մեծ հաբ արևելքը արևմուտքի։ Պարոն Ջան, այսինքն ընդհանրապես խնդիրը քաղաքական կամքի կամ ճիշտ հաշվարկի, տեսլականի կամ բացակայության կամ գիտելիքի պակասի, պրոֆեսիոնալիզմի, թե միգուցե այս մարդիկ ուղղակի չեն ուզում ավելորդ իրենց, այսինքն ծուլությունը գլուխը բարձրացնում, այս մարդիկ չեն ուզում ավելորդ տեղը իրենց նեղություն տան ու կբերեն Ryanair, Aegean, Wizz Air-ը կբերեն բոլորի արջքի առաջ Երևան շատ մեծ գործ արած, մարդիկ թռնում են Եվրոպա, ամեն ինչ օքեյ, ինչն է խնդիրը որ։ Ես ձեռնպահ կմնամ ձեր հարցին ուղիղ պատասխան տալուց, որովհետև ես հայտնի եմ իմ ընդդիմադիր կեցվածքով, ես չեմ ուզում, որ մեր խոսակցությունում անհատական վերաբերմունքը ունենա որոշիչ դեր։ Եկեք սկսենք նրանից, ինչի սենց ստացվեց։ Ստացվեց նրանից, որ այս ամբողջ ծրագիրը, ինչի որ ես ներկայացրեցի, որը որ երկրին տնտեսական շահ է տալի, ազդեցության ընդլայնում է տալի, անվտանգություն է տալի, միջալուց ես անվտանգությանը կցանկանայի, եթե ժամանակ ունենանք անդրադառնանք, շատ կարճ անդրադառնանք մի կամ երկու փոքր օրինակով։ Այս ամեն ինչը իրականացնելու փոխարեն կառավարությունը խնդիրը դրեց ավելի կարճ ճանապարհով էլեկտորատին փաղաքշելու ուղղությամբ տանելու այդ ճանապարհը։ Էլեկտորատին փաղաքշելը դա ձայներ է բերում։ Դա $35 հայտարարում ես, որ Միլանում կարա սուրճ խմես, բայց իրականում $35 չես խմում։ Այսօր Հայաստանի կառավարությունը հայտարարում է Wizz Air-ին, հունգարական Wizz Air-ին, այսպես ասեմ, ոչ բարեկամական Հունգարիայի Wizz Air-ին, որը որ խոստանում է տարեկան 1.2 միլիոն ուղևոր տեղափոխի նոր ուղղությունների համար, վճարի ամեն ուղևորի համար 20,000 դրամ Երևանի օդանավակայան տեղափոխելու համար։ 20,000 դրամը դա մոտ 50 եվրո է։ 1.2 միլիոն, 1.2 ուղևորը դա 60 միլիոն եվրո է։ Ենթադրենք դրա կեսն են նոր ուղղությունները, ենթադրենք դրա կեսն են, լավ, 30 միլիոն եվրո է։ Ես կուզեի, որ ձեր ունկնդիրը հիշեր Հայաստանի կառավարություններից որևէ մեկը երբևիցե հայկական ավիաընկերությանը 30 միլիոն չէ, 30 միլիոն եվրո չէ, 30 միլիոն դրամ սուբսիդավորել է, թե ոչ։ Կա կոռուպցիոն ռիսկ է տեսնում ինչ որ։ Կոռուպցիոն ռիսկ է տեսնում այդ Wizz Air-ի հետ։ Իհարկե տեսնում եմ կոռուպցիոն ռիսկեր, բայց դա նորից իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Ինչի պետքա դու ներ չդնես առանց սկզբնական վճարումների, Boeing-ներ եւ Airbus-ներ վերելու քո երկիր, այլ ուղևորների տեղափոխության համար դնես այդ քանակությամբ գումարներ։ Ինչի համար էր պետք Ryanair-ին վճարել 5 միլիոն եվրո Երևանից Միլան եւ Հռոմ շաբաթը 2 թռիչք կատարելու համար, որը որ մի քանի թռիչքներից հետո ուղղակի դադարեցրեց COVID-ով հիմնավորելով եւ հետո նույնիսկ չսկսեց։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ որ արդեն COVID-ն էր համարյա դադարած, երբ որ Հայաստանը շատ զոր մեծ կարիք ուներ արտասահմանի հետ կապերի։
Ընդ որում ես ուզում եմ ընդգծեմ, որ այդ ժամանակ Հայաստանում մինչև 2020 թիվը աշխատող 3 ավիաընկերությունների 9 օդանավերից Հայաստանում այդ պահին մնացել էր ընդամենը մի օդանավ, Armenia ավիաընկերության 132 տեղանոց Boeing 737-700-ը։ Այդ մի օդանավն էր։ Եվ կառավարությունը փոխանակ ունենալու մինիմում այս 20 օդանավը իսկ կարող էր նաև ավել, ստիպված եղավ վերականգնել արդեն իսկ փակված ավիաընկերություններից մեկը Atlantis Եվրոպյան ավիաընկերությունը, որը կարողանա մարդկանց եւ պատերազմի ժամանակ հատուկ բեռներ են տեղափոխում եւ այդ բեռները տեղափոխի։ Այն դեպքում, երբ որ հարևան Ադրբեջանը ունի մեծ 100-ի չափ 100-ից ավել օդանավեր, եւ այդ թվում նաև բեռնատար ավիաընկերություն Silkway-ը, որը որ անդադար գիշեր-ցերեկ իր ունեցած 10-15 օդանավով թռիչքներ էր կատարում։ Իսրայել եւ Թուրքիա։ Դա ազգային անվտանգության վրա հստակ ազդեցություն ունեցող երևույթ է, գործոն է սեփական ավիաընկերություններ, տեղական ավիաընկերություններ չունենալը։ Եվ Դուք ուզում եք անվտանգությունից խոսեք, քանի որ ժամանակի հետ է, ես կուզեի անվտանգությունից մի քանի դրվագ ասեք, մեզ կասեմ, դա շատ կարևոր է, կուզեի իմ համար շատ հատկանշական է եւ շատ ցուցադրելի է, ցուցիչ է Իսրայելի օրինակը։ 91 թվականի մայիսին Եթովպիայում նորից հերթական սրումն էր, պատերազմական իրավիճակն էր, սով էր եւ այլն։ Իսրայելը 36 ժամում կազմակերպեց 14000-ից ավել, իսկ հստակ թիվը 14325 հուդայապաշտներն են, այսինքն հուդայություն դավանողներն են, ոչ միայն հրեաները, այնտեղ ժողովրդի մեծամասնությունը սևամորթ են, այսինքն այնքան սևամորթ, ինչքան խաբշիկներ են, ինչքան որ եգիպտացիներն էին։ 36 ժամվա ընթացքում Իսրայելը 1991 թվականին, սրանից մոտ 35 տարի առաջ կարողացավ կազմակերպի 14000 մարդու տեղափոխությունը ընդամենը 36 ժամում։ Եկեք անդրադառնանք Սիրիայի վերջի դեպքերին, երբ որ փետրվարի սկզբին, հունվարի վերջին սիրիական գրոհայինները անցան պետական իշխանության զավթմանը։ Հայաստանում, Սիրիայում, Դամասկոսում, Հալեպում մնացել էին դեռևս բավականին քանակությամբ հայեր։ Տարբեր աղբյուրներից ելնելով դա 5-ից 15000-ն էր, որ ոչ ոք իհարկե չի կարող ստուգի։ Ենթադրեք նույնիսկ 5000։ Եւ Հայաստանի կառավարությունը ցավոք սրտի հայտարարեց, ու ես գրառում արեցի դրա մասին, որ առաջի թռիչքը մենք նախատեսում ենք փետրվարի 14-ին իսկ փետրվարի 14-ին կար Դամասկոսը, ոչ փետրվարի 14-ին Դամասկոսը արդեն գրաված էր, ելում համար է այդ թռիչքը կազմակերպում։ Ուղևորներ մնացին 2019 թվականին, տուրիստական ընկերությունը նրանց ուղղակի կոպիտ ասած գցեց, տարավ Եգիպտոս եւ բաց թողեց Եգիպտոսում առանց վճարելու փոխադրող ընկերությանը։ Եվ ստիպված եղան նորից ասում եք կոռուպցիոն ռիսկերի մասին։ Չկա կոռուպցիոն ռիսկ, երբ որ Եգիպտոսում հայկական դեսպանատունը, Եգիպտոսում գտնվող հայկական դեսպանատունը եգիպտական ավիաընկերությանը թռիչքը պատվիրում է հունական ընկերության միջոցով եւ 30000 ավել, քան իր շուկայական արժեքն է։ Այն դեպքում, երբ որ տեղական ավիաընկերությունները ուղղակի առաջին իսկ դիմելու դեպքում 2 ժամից արդեն օդում կարող էին գտնվել եւ բերել այդ մարդկանց։ Ես այդ թեման էլ էի կազմակերպել։ Իհարկե ամեն հարցում կան կոռուպցիոն ռիսկեր։ Կոռուպցիոն ռիսկեր չկան ազգային կոչված ավիափոխադրող Fly Arna-ի սնանկության գործընթացքում։ Իհարկե ծայրից ծայր կոռուպցիոն Fly One-ի մասին ինչ կասեք։ Fly One-ի մասին ես կասեմ, որ եղած իրավիճակում շատ դինամիկ, շատ առողջ աշխատող ընկերություն է եւ նույնիսկ եվրոպական թռիչքներ է կատարում քույր ընկերության գրանցմամբ օդանավերի միջոցով եւ ես կասեի, որ այս իրավիճակում դա միակ ընկերությունն է, որ լուրջ դուրս է գալիս այս պայմաններից փառքով եւ այդ ընթացքում զարմանալիորեն նույնիսկ ընդարձակվում է։ Նոր ինքնաթիռներ են գնել։ Այո, նոր ինքնաթիռներ են գնել։ Ես շատ ուրախ եմ, որ Fly One-ը քիչ թե շատ սկսել է ընդարձակվել եւ իհարկե պետական ծրագրի
ազգային ծրագրի պետության շահերի տեսակետից մոտենալով այս հարցին, Ֆլայոյանը արդեն 3-4 չէ, արդեն 30-40 օդանավ կունենար, ու այդ ամբողջը կօգտագործեր։ Եվ ոչ միայն narrow body փոքր օդանավեր, ինչպես Airbus 320-ը կամ Boeing 737-ն են, այլ ավելի հեռու թռիչքներ կատարող, որովհետև Հայաստանը իր աշխարհագրական դիրքով իրականում գտնվում է շատ լավ աշխարհագրական դիրք ունի։ Ինչպես Սինգապուրը օգտագործեց իր աշխարհագրական դիրքը, ինչպես Էմիրատները իրենց բոլոր օդանավականները օգտագործեցին որպես միջանկյալ թռիչքների կապող օղակներ եւ հաբեր։ Լսեք, Տալինի օդանավականը Էստոնիայի հաբ է դարել։ Եվրոպական DHL-ը, UPS-ը Տալինի օդանավականը օգտագործում են որպես փոստային փոխադրումների հաբ։ Կոպենհագենի օդանավականն է հաբ դարձել։ Այսինքն պետք է ընդհանրապես ազգային մոտեցում, պետք է ազգաշահ ռազմավարական մոտեցում։ Պարոն Ճաղարյան, ցավոք մեր եթերաժամանակը կյանքի պես արագ անցնում է եւ մենք հասցրեցինք բավականին շատ հարցեր ձեզ հետ քննարկել եւ շնորհակալություն եմ հայտնում ձեզ եւ նորից հույս հայտնել, որ սա առաջին, բայց ոչ վերջին հանդիպումը կլինի մեզ համար։ Ես էլ ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնեմ նրա համար, որ մինչև այժմ տված իմ բոլոր հարցազրույցները վարվել են կամ ինչպես դուք ասում եք վերլուծական կենտրոն վերլուծվել են զուտ տեխնիկական տեսակետից, որպես Ճաղարյանը, որպես ավիացիայի մասնագետ, գիտի միջազգային կարգավորումները եւ այլն։ Դուք առաջի անգամ այս մի քանի տարում ինձ հնարավորություն ընձեռնեցիք խոսել ազգային շահերի տեսակետից, պետության շահերի տեսակետից, աշխատատեղերի տեսակետից, բարձր աշխատավարձերի տեսակետից եւ պետության անվտանգությունն պաշտպանվածությունը զարգացնելու տեսակետից։ Ձեզ էլ շնորհակալություն։ Շնորհակալություն շատ, շնորհակալություն սիրելի հեռուստատողներ, շնորհակալություն, որ հետևեցիք մեր քննարկմանը։ Մենք հյուրընկալել ենք Հայաստանի պետության վարչապետի նախկին խորհրդական ավիացիայի հարցով եւ ավիացիայի միջազգային կարգավորումների մասնագետ Հակոբ Ճաղարյանին։ Հաջողություն ձեզ։